Առավոտը զարդը տեսին լուտոս կողքից չէ։ Յա։ Սախտու նմանեկը տեսան լուտո չկա, լուտո կգորը չկա։ Լուսամուտիսն այն տեսին լուտոս մայկով, սպես զնզն ծանելով նստել է պիսետքին, նա ադին է բացը դրել է դեմը։ Երբ որ կանաչի էի մաքրում, ես սկսում էի կոնկրետանալ, որտեղ չեմ սիրում կանաչի մաքրել։ Ես սկսում էի կոնկրետանալ, որ լավ չեմ մաքրել, իսկ կարտոֆիլի վրա չէի կոնկրետանում։ Այդպես հետո կամաց հասկացա, որ կարտոֆիլ մաքրելն ավելի ճիշտ է։ Եթե ներվային անում եմ, ավելի արագ եմ մաքրում, եթե ավելի հանգիստ եմ խոսում դանդաղի մեջ։ Օլյան ձեռքի կարտոֆիլը չէր հասցրել մինչև վերջ մաքրել, երբ դարձավ կանացի հումորի նոր ռահվիրան։ Խոսում էր հասարակ կնոջ հոգսերից, արանքում հումորանում, տեղ-տեղ կծում իշխանություններին։ Ափսոս վերջացավ, կարտոֆիլը։ Օլյայի համար ես կյանք կտամ Օլյայի համար։ Ճիշտ է նա լուռ է, բայց դա կոչվում է դադար։ Օլյան իր օրագրում չթողեց նշումներ այն մասին, թե ինչու փակվեց ինքը։ Կարտոֆիլը վերջացավ, թե աղբը անհարմար տեղում թափեց։ Այդ խեղճ աղերի գոտու ժողովուրդը մեր մսած կրակն է ընկել այս կառավարության ձեռը։ Մեռան էս 13 տարի է կուդեն ու կսարքեն, կուդեն ու յանին կսարքեն, կուդեն ու յանին կսարքեն, հեշմեպանն չեն սարքել։ Հասկացա, որ ես հումոր եմ անում, չմտածելով, որ դա գուցե եւ վտանգավոր է։ Քաղաքական հումորի մեջ էի։ Կանացի նոր սերնդի հումորը Նարինեի սրտով չէ, մեկին գումարած, ահա նրա գնահատականը։ Դուրս եկեք կենցաղից, կոչ է անում Նարինեն։ Ինձ դուր չի գալիս, բա ես խելագարվում եմ։ Լսին որ գալիս էի, այս բիսեդկայում էլի հավաքված են։ Էր մեր տակի հարևան Վաչոնը ինչ-որ ցուցակով մտավ շենք։ Կարգին հաղորդումը Կարգին էլ սիրվեց, տեղը տեղին։ Հայկոն ու Մկոն ծանր հրետանին են, Կարգինի Հասոն իր խոսքը միջևերջ դեռ չի ասել։ Առայժմ թիկունքում է, սակայն հարվածը թիկունքից ամենավտանգավորն է։ Բա ինձ ինչքան են սիրում, չէ՞։ Ես համարում եմ, որ ոչ մի տարբերություն չկա։ Իրեն սիրում եմ որպես տղամարդ հումորիստներ, ինձ սիրում եմ որպես կին հումորիստ։ Դե հիմա ասեք երեխաներ, ինչ է սա։ Ես ասեմ Տիգրան, հետույք։ Եթե ծիծաղում ես ու ծիծաղելուց էլ փորդ մի քիչ ցավում է, ուրեմն կատակը հաջողվել է։ Այս հետույքը ով է գնա տախտակին նկարել։ Հիմա եթե մենք գրական լեզվով այսպես խոսեինք, ոչ ոք չէր ծիծաղի մեր հումորների վրա։ Մարդ պետք է այնքան հիշվող լինի, որ բոլոր ժամանակաշրջաններում նրան հիշեն, գնահատեն ու ծափ տան։ Կարգին Հասոին դուր է գալիս լինել Հայկո Մկոյի սիրուհին, հաղորդման մեջ։ Սիրուհու դերը բնավորություն ու դերասանական խաղ է ուզում։ Այսինքնի կտա, ես կբանակցեմ։ Վերջ, ես քեզ պատժում եմ։ Այսօրվանից սկսած մի ամիս մեր մեջ սեքս չի լինելու։ Դու ինչ ես խնդում, Սերոժ։ Այդ քեզ էլ է վերաբերվում։ Երբևիցե չեմ երազել խաղալ մոխրոտիկ, որտեվ դա խարակտերն չի, ամեն մեկը կարող է սենց կանգնել մոխրոտիկի դերը ինչն է չեմ հասկացել կյանքում։ Եվ այնուամենայնիվ, կանայք առատ են այս ժանրում։ Զառա Արամյան, նա ով մի քիչ ուշացումով զգուշացրեց, կեսից շատը պիտի գնա տուն, լվաց կարթու կամուսին։ Խոսքը իհարկե տաղանդավորներին չի վերաբերում։ Իսկ ինչու ենք մենք անընդհատ ուզում, որ կանայք ունենան տեղ։ Ինչու։ Թող այդ մի տեղն էլ տղամարդիկ շատ լինեն, ինչ ա եղել, չէ՞։ Անպայման ուզում ենք, ինչու կանայք չկան, չգիտեմ, տիեզերակ գնաց, ինչու կանայք չկան, թող չլինեն այ մարդ։ Թող մի քանիսը լինեն, մի քանիսից մեկի անունն էլ լինի Զառա։ Զառան հումորում էլ փորձում է լինել խիստ կանացի։ Նրա բոլոր կերպարները թեթևամիտ ու քմահաճ կանայք են։ 94-ի հումորային բլոկբասթերը դա նկատեց։ Դա մի ֆենոմեն էր այդ տարիներին, դա հենց այդ ժամանակի համար էր։ Ռակետները հանենք իջնենք ձոր, ասենք այդ կլասիկ դարձած արտահայտությունները, հիմա յուրաքանչյուր ետասարդի ասես, կարող է ինքը չհասկանա այդ հումորի իմաստը եւ չծիծաղի։
Զառան անհետացավ մեր բակ 3-ից, ամուսինը թույլ չտվեց խաղալ այրու դեր։ Զառան չի զղջում, կարծում է, որ 3-րդ բակը չկայացավ։ Գուցե կոմերցիոն առումով ճիշտ էր, բավարարում էր որոշ կետեր, բայց որպես ֆիլմ մեր բակի ինքը այնպես արեց, որ տուժեց ֆիլմը։ Հատուկ քո համար, Դոդո ջան, մի անգամյա օգտագործման սպրիչ եմ բերել։ Համով Զառայի հումորը ախորժակ է բացում։ Համով, այսինքն Զառա, այսինքն համով, անգամ մի անգամ էլ ամուսնուս անունն էր, Համովի համովը։ Դրանով իսկ այն նաև վտանգավոր է։ Կերպարս այնպեսին էր, որ տանտնտեսուհի եմ եւ մազերիս այդ բիգուզիներն են փաթաթված, մի փոքրիկ խախտում արեցի եւ անմիջապես իհարկե գայն արձագանքեց, պետավտոտեսու չկանգնեց կողքս, ես նոր լուսամուտս իջացրեցի, ինքս վայ հորս սարև։ Տղամարդիկ խոսում են, կանայք գործում։ Արդեն վաղուց ոչ մի բնագավառում տղամարդիկ միանձնյա չեն իշխում, կգա մի օր ու տղամարդիկ հումորի գահն էլ կանանց հետ կկիսեն։ Այնուամենայնիվ ծիծաղեցնելու համար պետք չէ լինել ոչ տղամարդ, ոչ էլ կին, պետք է ուղղակի լինել հումորով։ Ufasել եմ ու էլի կսեմ։ Ասպես էլ որ մնա լավ է։ Հա, ասպես էլ որ մնա լավ է։ До свидания. Տարբլամիշ չեղնիկ։